հավաքագրում է բոլոր զոհերի տվյալները անձնական $1200 եմ ներդրել, վարկի էի վերցրել այդ գումարը։ Իրականում այդ գումարը նկարած գումար է միշտ եղել։ Հազարավոր մարդիկ մեծ կորուստներ են ունեցել։ Մի տարի ես գնացել եմ ԱԱՑ-եկե, ուժովի համար էական իր գումարի հետ վերադարձնա։ Օրերս հայտարարվեց, որ կիբերոստիկանությունը համագործակցելով միջազգային գործընկերների հետ արգելափակել է Hello-Bit ֆինանսական բուրգի սեպտեմբերին ստեղծված երկու կայքերի գործունեությունը։ Չեք կարծում, որ քայլն ուշացած էր։ Չեմ կարծում, կայքերի արգելափակման մասով ամեն ինչ ընթանում է քիչ թե շատ պլանավորված, հա։ Իրականում պիտի հասկանանք, որ կոնկրետ com դոմեյնում Հայաստանի վերահսկողությունից դուրս գտնվող տիրույթներում, երբ դու փորձում ես կայք փակել, այնտեղ մի քանի իրար հետ հակասող օրենքներ են ոսկի մեջ մտնում, միշտ բարձրացվում է օրինակ Ամերիկան, որ վայ խոսքի ազատության սահմանափակում եւ այլն, եւ Ամերիկայում դա շատ լուրջ են մոտենում, եւ եթե դու դիմում ես ներկայացնում ինչ-որ կայք արգելափակելու, դա պիտի անցնի բավական լուրջ process-ներ, այնպես որ պատահական չէ, որ դա բավական երկար տևող գործընթաց է։ Խնդիրը դրանում չէ, խնդիրն այլ է, որ գուցե կարելի էր գործարկել այլ մեխանիզմներ, որպեսզի այդ կայքերը ոչ թե արգելափակվեին դոմեյնի տիրույթում Ամերիկայում, այլ օրինակ ինչ որ մի ձև Հայաստանում սանկցիա կիրառվեր, օրինակ հայաստանյան բանկերին կամ Հայաստանում գործող կրիպտոբիրժաներին արգելեին գումարների փոխանցումը Hello-Bit-ին կամ այնպիսի կրիպտո հարթակներին, որտեղից հետո դրանք փոխանցվել էին Hello-Bit-ին։ Դեկտեմբերի 10-ին ոստիկանությունը հայտարարեց նոր ֆինանսական բուրգի DJI Algeria-ի անվանումով հարթակի տարածման մասին քաղաքացիներին հորդորելով զերծ մնալ գումարի ներդրումից։ Ինչու նման կայքերն անմիջապես չեն արգելափակվում, թեկուզ Հայաստանի տարածքում։ Հայաստանի օրենքները թույլ չեն տալիս կամայական կերպով արգելափակել որևէ կայք։ Եվ դա արված է հենց Հայաստանի քաղաքացիներին պաշտպանելու համար, որովհետև մենք ուզում ենք, որպեսզի երկրի ներսում գործի օրենքի գերակայություն, որևէ բան արգելափակելը բարդ լինի, որովհետև պատկերացրեք, եթե այդքան հեշտ լիներ ցանկացած կայք արգելափակել, ցանկացած ընդդիմադիր կայք, լրատվամիջոց, որ քննադատում է իշխանություններին կամ ինչ-որ մեկին հաճո չէ, կարելի կլիներ արագ արգելափակել, եւ դա իհարկե կխանգարեր երկրի կենսագործունեությանը։ Եթե մենք գործ ունենք AM տիրույթի հետ, AM կամ հայ, այսինքն հայաստանյան դոմենային տիրույթների, ապա գործում է հատուկ խորհուրդ, հա, որտեղ փորձագիտական խորհուրդ, ISO-ի խորհուրդ, հա, դա Հայաստանի ինտերնետ հանրություն ՀԿ-ի տիրույթում է եւ այնտեղ շատ արագ է արվում եւ այն ինչը որ դուք չգիտեք իրականում այդ խորհուրդը այս պահին եւս երկու կայք արգելափակման հարց է քննարկվում եւ մոտորերս կարգելափակվեն շատ ավելի արագ։ Ինչ իրավական լուծումներ են անհրաժեշտ, որպեսզի իրավապահ ու բանկային համակարգերը կարողանան արագ արձագանքել քաղաքացիներից խաբեությամբ գումար կորզելու դեպքերին գործուն քայլեր ձեռնարկելով։ Քննչական մարմինների կողմում չէ խնդիրը, այլ օրենսդրական խնդիրներ կան այստեղ։ Մենք պիտի լուրջ քննարկումներ տանենք, արդյոք կարելի է հավելյալ կարգավորումներ մտցնել, որպեսզի ֆինանսական կարգավորող մարմինները սահմանափակեն գումարների հոսքը դեպի այդպիսի խնդրահարույց հարթակներ, փորձեն դրանք վերահսկել։ Դա մեկ, դա ավելի առաջի գործոն է, այսինքն եթե մարդիկ չկարողանան փոխանցել ֆինանսական բուրգերին, պարզ է, չէ՞ որ այդ ֆինանսական բուրգերը չեն փորձի Հայաստանում աշխատել։ Սա առաջին բլոկն է։ Երկրորդ բլոկը ավելի վտանգավոր է, այսինքն մենք կարող ենք քննարկել այն հնարավորությունը, որպեսզի արգելափակվեն ինչ որ կայքեր, հա, օպերատորների մակարդակում դա բավական լուրջ է։ Այսօր օրինակ մենք ունենք կազինոների արգելափակման օրենք, Հայաստանի տարածքում չգրանցված օտարերկրյա կազինոները պիտի արգելափակվեն։ Սա արվել է օրինակ որոշակի օրենսդրական ինչ-որ կարգավորումներով եւ լավ չի աշխատում, այսինքն չնայած կա որոշում, որ այդ կայքերը պիտի արգելափակվեն, իրենք մինչեւ այսօր արգելափակված չեն, որովհետեւ ինտերնետի կառուցվածքը այնպիսին է, որ բավական դժվար է նման արգելափակումներ իրականացնել եւ պլյուս Հայաստանի օրենսդրությունը այնպիսին է, որ պետական մարմիններին շատ բարդ է ստիպել մասնավոր ինտերնետ օպերատորներին, ծառայություն մատուցողներին արգելափակել նման հարթակները։ Եվ երրորդը, եթե նույնիսկ արգելափակվեն այդ կայքերը, օրինակ հայաստանյան օպերատորների մակարդակով, վստահ եմ, որ կհայտնվեն բազմաթիվ VPN առաջարկողներ, որոնք թույլ կտան այդ արգելքները հաղթահարել, այնպես որ խնդիրը իմ կարծիքով ավելի հեշտ է լուծել ֆինանսական կարգավորման մակարդակում, քան թե ինտերնետի արգելափակումների ճանապարհով գնալ։ Հաշվի առնելով, որ ցանկացած պահի խաբեության նոր հարթակներ կարող են ստեղծվել, ինչ խորհուրդ կտաք քաղաքացիներին, համացանցում ինչպես տարբերակել խաբեությունն իրական ներդրումային հնարավորություններից։
Մենք պիտի հասկանանք, եթե ինչ-որ բան, ինչ-որ հարթակ գրանցված է կենտրոնական բանկում, դա նշանակում է, որ այդ հարթակը հայաստանյան իրավազորության մեջ է։ Եվ եթե այդտեղ ինչ-որ մի բան սխալ գնա, իրենց խաբեն, իրենք կարող են դիմել եւ օրենքի շրջանակներում արագ օգնություն ստանալ։ Ի հակադրություն դրան, եթե ինչ-որ հարթակ կենտրոնական բանկում գրանցված չէ, հավանաբար այդտեղ գումար տնելը շատ մեծ ռիսկերի հետ է կապված։ Սա առաջին գործոնը։ Երկրորդ, ես չեմ բացառում, որ կլինեն շատ լավ ներդրումային հնարավորություններ, որոնք Հայաստանում գրանցված չեն եւ մարդիկ իսկապես կուզենան այդտեղ ներդրումներ անել։ Այստեղ պիտի հասկանանք, որ աշխարհում լավագույն, տոկոսները, որ հնարավոր է ստանալ, 15-20%-ից չի անցնում։ Եթե ձեզ առաջարկում են օրական 1%, որը նշանակում է տարեկան 365%, դա անիրական ցուցանիշ է, աշխարհում այդպիսի թիվ գոյություն չունի եւ պիտի միանգամից ձեր մոտ առաջանա կասկած, որ ձերի պանիրը լինում է միայն թակարդում սկզբունքով եւ սկսեք ստուգել։ Ստուգելը ինչպես է արվում։ Ճշտել երկրորդ աղբյուրից։ Եթե ձեր ծանոթն է ասում, որ կա այսպիսի հրաշք ներդրումային հարթակ, փորձեք ինտերնետով ոչ թե ձեր ծանոթից, այլ անկախ աղբյուրից ստուգել։ Մի գնացեք այդ հարթակի պաշտոնական կայքում կարդացեք, փորձեք ընտրել ինտերնետում որոնել արդյոք կա այսպիսի անունով խաբեություն։ Վերջերս WhatsApp-ում թիրախավորվեցին հայկական մեդիայի եւ քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ։ Ինչ է հաջողվել պարզել, ովքեր էին կանգնած այս մեքենայության հետևում եւ ինչ նպատակ էին հետապնդում։ Ինչքան էլ ծիծաղելի է, իրանք նույնիսկ հարցակում երևի դժվար է անվանել, որովհետև դրանք ուղղակի խաբեության սխեմաներ են։ Այսինքն հանցագործները ուսումնասիրում են Հայաստանում քիչ թե շատ հայտնի մարդկանց, իրենց առցանց տիրույթում, իրենց մասին լուրեր են կարդում, իրենց սոցցանցային պրոֆիլներն են կարդում, հետո ստեղծում են իրենց անուն, ազգանունով եւ ինտերնետային հարթակներից ներբեռնված իրենց նկարներով պրոֆիլներ եւ դրա անունից սկսում են դիմել այդ մարդու ընկերներին, որոնք երևում են սոցիալական հարթակներում։ Նպատակները երկուսն են։ Առաջինը դա պարզ սխեմա է, երբ որ մարդկանց վախեցնում են ԱԱՑ-ով եւ այլնով, հետո համոզում են, ասում են ձեր գումարը փոխանցեք ԱԱՑ-ի կողմից պաշտպանվող հատուկ հաշվի համարի, որովհետեւ մենք քննություն ենք անում, ձեր հաշվի վրա գումարներ են տարօրինակ մուտքեր ետքեր լինում, որպեսզի ձեզ չխանգարենք, մենք ձեզ այլընտրանքային հաշվի համար կտանք եւ դա փոխանցեք մեզ։ Եվ ունենք այսպիսի նաև կասկած, որ առաջարկում են գումարները փոխանցել, հետո դրանով շանտաժ անելու։ Շանտաժ անելու են երկու ձևի։ Առաջինը մեզ լսում եք, թե չէ ձեր փողը հետ չենք տա այդ մեկ, եւ երկրորդ տարբերակը մենք կհրապարակենք, որ դուք ինչ որ կասկածելի մարդկանց փողեր եք փոխանցել այդ երկու դեպքում էլ դա կարող է լուրջ խնդիրներ առաջացնի քիչ թե շատ համբավ անուն ունեցող մարդկանց եւ բարեբախտաբար մարդկանց ճնշող մեծամասնությունը այն մարդկանց հետ մենք շփվել ենք, գրեթե բոլորը ժամանակին հասկացել են, որ այստեղ մի բան այն չէ եւ կանգ են առել, այնպես որ հավանաբար սա եւ ֆինանսական եւ այսպես ասած ագենտներ հավաքելու ինչ-որ սխեմա է։